ծանոթ եք, մեկ շաբաթը կարծում եմ բավարար է։ Եթե մինչ այդ թարգմանությունը ստացած եղան կամ այդ օրվա դրությամբ ստացած եղան, պարոն Խաչատուրովին դատարանը ևս ժամանակ կտրամադրի իրեն հասանելի լեզվով ծանոթանալու և դատալսումները այդ օրը դատարանը իր որոշումը կհրապարակի, կհետաձգենք, եթե սև ժամկետում 2-3 օրվա ընթացքում հնարավոր եղավ ստանալ թարգմանությունը, շատ արագ միջոցներ կձեռնարկվեն պարոն Խաչատուրովին փոխանցելու համար, ամեն դեպքում դուք արգել դատավարության մասնակիցներ բոլոր սցենարներին պատրաստ եղեք, որպեսզի եթե հնարավոր եղավ մեկ շաբաթում, ինչը քիչ հավանական է, որ թարգմանությունը կլինի, այնուամենայնիվ, եթե ողջամի ժամկետում կամ մյուս օր թարգմանությունը եղավ փոխանցեցին պարոն Խաչատուրովի, երկուշաբթի օրը դատալսումները ցանկացած եղանակով շարունակվելու դեպքում դուք պատրաստ լինեք լրացուցիչ չհետաձգենք, որ այս կամ այն հարցերին անդրադառնանք։ Գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով է դատավարությունը իրականացվում, հաջորդիվ մենք պետք է քննարկենք քրեական դատավարության օրենսգրքով սահմանված, եթե շարունակենք, եթե դատարանը մեղադրանք ընդունի, սա նախապես ասեմ, որպեսզի չասեք, թե դատարանը որոշում չի կայացրել, մենք շարունակելու ենք քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածով սահմանված հարցերի քննարկմանը, որ դեպքում անհրաժեշտություն եղավ, որ առանցին գրավոր փաստաթղթի ձևով պետք է օրինակ պայմանականորեն բացարձակ ներկայացվի, խնդրում եմ, եթե օրինակ նման միջնորդություններ պատրաստ ձեզ հետ կգաք, մենք կարողանանք արդյունավետ դատալսումներ, եթե դատարանը որոշի, որ ընդունելու է մեղադրանք։ Որոշում դատարան, ես ճիշտ հասկանում եմ, մենք ընթացակարգի փոփոխություն ենք պլանավորում իրականացնենք եւ այս միջնորդության նոր մեղադրանքի փաստաթղթի վերաբերյալ դիրքորոշում ասելու հնարավորություն չենք ունենալու։ Պարոն Օրբելյան, ինչ է դիրքորոշում։ Ասեմ, նախորդ անգամ, երբ որ մենք նման փաստաթուղթ ենք ստացել, ոչ մեկը չէր կարող ակնկալել դա ինչ տեքստ ունի, համապատասխանում է, չի համապատասխանում, դրա վերաբերյալ դատարանը ինչ որոշում պիտի կայացնի, մենք բոլորս ի սկզբանե այդ փաստաթուղթը ստանալուց ենթադրել եւ ակնկալել ենք, որ դատախազը առաջնորդվել է սահմանադրական եւ վճռաբեկ դատարանի որոշումներով եւ բացառապես փոխել է մեղադրանքի իրավական գնահատականը։ Հետո վերցրել ուսումնասիրել ենք, պարզվել է, որ այդքան էլ այդպես չի։ Դա ներկայացրել ենք դատարանին, դատարանը նաեւ ենթադրում եմ այդ հանգամանքներն հաշվի առել ինքնուրույն էլ կաներ, բայց դա էլ հաշվի առել եւ որոշում ընդունել։ Ուզում ենք հասկանանք ընթացակարգային փոփոխության անհրաժեշտությունը, այսինքն եթե ունենք նման փաստաթուղթ, ունեցել ենք նման ընթացակարգ, ինչի եմ ասում ունեցել ենք նաեւ նման ընթացակարգ, որովհետեւ այդ ընթացակարգը ոչ շատ հստակ, ոչ շատ միանշանակ դատավարական իմաստով է դիրքորոշում ենք հայտնել, մենք ունենք ակնկալիք, որ նույն ընթացակարգով պետք է գնանք, եւ պետք է բոլորս կարողանանք դիրքորոշում հայտնել, արդյոք պետք է սա հիմա ընդունվի, թե ոչ, որի հիման վրա նախագահ դատավարություն կտա կամ թույլ չտա։ Հաշվի առնելով նշված անգամ թույլատրել է փոխել արարքի բացառապես իրավական գնահատական այս մասով որոշում կայացրել է, սակայն ներկայացված որոշումներում որոշակի խախտումներ է նկատել, դրացումներ, փոփոխություններ, այդ մասում ժամկետ է տրամադրել։ Եվ հստակ առանցին փաստաթղթի ձևով արձանագրել է, որոնք են այդ դրացումները։ Հիմա սա նշ չի, որ ուղղված փաստաթուղթ, նոր փաստաթուղթ լրիվ ամբողջ ծավալով մի քանի հատոր բանով, այդ 3 հատորով։ Հետևաբար սրա մեջ ինչ է փոխված, ինչ չի փոխված, փոխված է, փոխված չի, բացի որ նախագահը, մենք նախորդ անգամ չենք ելել ենք կանխավարկածից, որ նախագահողը ինքնուրույն է կատարել գրասենյակում կամ ոչ գրասենյակում, մենք դիրքորոշում հայտնելու հնարավորություն ենք ունեցել։ Դեր ասածից ես հասկացա, որ հաջորդ նիստին, եթե նախագահողը թույլատրված լինի, մենք ապրելու ենք 311 հոդվածով կամ որներ։ Նախնական դատախազությունների ընթացակարգին։ Անկախ նրանից մենք սրա վերաբերյալ դիրքորոշում չենք կարողանալ հայտնել։ Պարոն Օրբելյան, պարոն Վարդանյան, եթե դուք գտնեք այնպիսի հանգամանքներ, մասնավորապես, որ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ պայմանականորեն նշված է պաշտոնական լիազորությունների անցմամբ կատարել է գործողությունները, անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանքներ։ Դատարանը արձանագրել է, որ այս պարբերությունը ավել է, այսինքն փաստական հանգամանք է դրածված։ Դատարանը դրել է ուղիղ համեմատի իր կողմից կայացված որոշման հետ։ Բա եթե ուրիշ բան փոխված է։ Ինչ որ դուք գրել եք դա հետ անել։ Եթե առանցքային ինչ-որ բան պատրաստ լինեք, որ փոխված լինի,
Դատարանին, բայց լրացիչ նորից դատարանը քննարկող հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորություն չի ընձեռել։ Եթե դուք ինչ-որ առանցքային բան նկատեք, բնականաբար դատարանը կլսի։ Առաջարկը հետևյալն է, որոշելու վերջում, բայց առաջարկը հետևյալն է, նախորդ դատական նիստում մեղադրողին երբ որ ասցիկ ժամանակ տակ 2 շաբաթ 2-ը բավարար չէ, 24 օր ժամանակ է տրվել, որպեսզի ենթադրաբար ընդամենը մի հատ 301 հոդվածը հանվի, 309 հոդված տրվի կամ 309-ի երրորդ մաս տրվի։ Հիմա այդ փոփոխությունը տպելով բանով ամեն ինչով 2 շաբաթ ակնհայտ բավարար կարող է լինել, նախագահը տվել ժամանակ, ենթադրում եմ նաև նրանով պայմանավորված, որ հնարավորություն ունենա մի հատել ամբողջական վերանայել եւ հնարավոր է այլ փոփոխություններ կատարվեն կամ չկատարվեն։ Ֆիզիկապես մի շաբաթը 3 հատորը համադրելու համար կարող է բավարար չլինի, դրա համար կընտրում ենք հայրով դատական նիստը նշանակել ամսի 17-ին եւ 2 ժամը դատարան նախագահ դատավորի համար բավարար կլինի 1-1.5 ժամն է, որպեսզի համադրենք։ Կարող համադրենք դերասանները հավաքել թարգմանություն չունենք, եթե ոչ դատարանը 2 ժամը դիպչեն եւ իր որոշումը կայացնեն։ Դուք կարող եք 2 ժամից ստուգել դերասանը հանել ատե չէ։ Հա, 2 ժամում, բայց արդյոք այլ փոփոխություն կա նախորդից թե չէ, որովհետեւ երկրորդ կետորում ենք։ Կարող է ոնց որ ձեր ասածները հանեն, ուրիշ բան ավելացնեն։ Հիմա պետք է համոզվեն, որ ուրիշ բան չի ավելացնում։ Լավ, եթե նման խնդիր նկատեք, կարձագանքեք